Ֆուղ 10%, հիմա գանք նստենք կոմպի դիմաց, ես ինչ անենք, նստենք, սոցից միացնենք, մտնենք, Minecraft խաղանք։ Տղեկ, մեզ բազա պետք, որ ամեն ինչ ունենանք։ Թե ես ադամանտ եմ գտնելու վերջ։ Ես գյուղում ապրելու եմ։ Ուրեմն, հենա հրաչ, դու գնաս գյուղում ապրի, դու գնա քո ադամատները հավաքի, ես գնամ ծառ քանդեմ։ Ես գյուղ ապրում։ Ես դրանք ստե որտեղ կա ծառ, որ գնանք քանդենք։ Ֆուղ, երիթե մեկ կես տակը հերիքա, հիմա էլ գնանք արդեն դեպի գյուղ։ Նած, всё, արդեն համարյա հասնում են գյուղ։ Ստե հենա, վերջապես գտանք։ Հիմա հենց ստեղ էլ երիթե սարքեմ։ Հոպա, 1, 2, 3, 4, 5, 5 ստե, 1, 2, 3, 4, 5, ով է գալ ինձ օգնի։ 1, 2, 3, 4, 5, 1, 2, 3, 4, 5, Opa. Ora, անկոպի դել դուցի։ Всё. Հիմա ստե կարանք սենց սարքենք։ Opa. Հիմա սենց ենք սարքում։ Ես սարքում ենք սա։ Սենց։ Գյուղը պետք է գարաժի։ Տաքս, հիմա սպոլի համար ենք սենց։ Ոյ։ Հիմա ստեղը սենց կքանդենք։ Այստեղ սենց։ Տաքս։ Հիմա էլ սա ենք քանդում։ Ոյ։ Ասա։ Նան։ Լավ տղեկ, ես ուժե հոգնեցի։ Գնամ քնեմ, որ առավոտը դաս կա։ Ես այլ անեմ ու գնամ։ Այս մնացածը քեզ, ես գնացի քնելու, վարիք շեր։ Ֆուղ կոմպան ջատանք, հիմա գանք պարկենք, քնենք։ Ոյ, ես ուր եմ հայտնվել, ես ինչա կատարվում հետս։ Ես ինչ Ակոպի ամենի տեղը ես ինչ էր, ես ինչ երազեր վապշե, լավ գնանք դպրոտ արդեն ժամանակն է։ Տաքսի արդեն հասանք դպրոց, հիմա արդեն ժամանա, բարև տղեկ, ես նստեմ ստե, հեսա դասատուն կգամ։ Բարև, սիրելի սովորող, այսօր մենք միասին կճամփորդենք վայի խորհրդավոր աշխարհում և դու կունենաս անհրաժեշտ գիտելիքների պաշարը վայի թեմայից։ Մեր լեզուն շատ հին ժամանակներից է ստեղծվել
եւ անընդհատ փոփոխվել է։ Տարբեր բառեր մինչև այսօր եկել են նույն ձևով, բայց կան բառեր, որոնք մոռացվել են կամ ձևափոխվել։ Բոլորս գիտենք, որ բամբասանքը վատ բան է, սակայն այստեղ այդ մասին չէ, որ պիտի խոսեմ, այլ հենց բառի ստեղծման մասին։ Եթե բառացի բացատրելու լինենք բամբասանքը, ապա պիտի ասենք, որ այն նշանակում է ասում ես անելը։ Բացատրությունը կարծես թե մի փոքր տարօրինակ է, բայց իրականում այդպես է, որ կա։ Շատ հին ժամանակներում ունեցել ենք այժմ մոռացված բալ, այսինքն ասել, խոսել բայը, որի ներկա ժամանակի գրաբարյան առաջին և երկրորդ դեմքերը կլինեին բամ, որը նշանակում է ասում եմ, խոսում եմ, բաս, նշանակում է ասում ես, խոսում ես։ Եկեք կցենք այս երկու ձևերը, դրանց միացնենք անգ-վերջածանցը և ահա բառը պատրաստ է։ Դառնալով գրաբարյան բալ-բային, պիտի ասեմ, որ սրանից է նաև բայ տերմինը, որ փաստորեն նշանակում է ասելը, խոսելը, որոնք ցույց են տալիս գործողություն։ Բայերը պատասխանում են ինչ է անում, ինչ է լինում հարցերին։ Օրինակ, ինչ է անում աղջիկը, զանգում է։ Ինչ են անում երեխաները, քայլում են։ Ինչ է անում տղան, մտածում է։ Ծաղիկները ինչ են լինում, թոշնում են։ Տերևները ինչ են լինում, դեղնում են։ Անցնենք առաջ։ Բայն ունի 3 դեպք։ Առաջին դեմքով խոսողը հաղորդում է իր գործողությունը, օրինակ, ես խոսում եմ։ Երկրորդ դեմքով խոսողը հաղորդում է իր խոսակցի գործողությունը, օրինակ, դու խոսում ես։ Երրորդ դեմքով խոսողը հաղորդում է մի երրորդ անձի կամ առարկայի գործողությունը, օրինակ, նա խոսում է։ Բայն ունի 2 թիվ՝ եզակի և հոգնակի։ Բայի եզակի թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի կատարած գործողությունը, իսկ հոգնակի թիվը ցույց է տալիս 2 և ավելի անձերի կամ առարկաների կատարած գործողությունը։ Օրինակ, երգում եմ եզակի թիվ, երգում են հոգնակի թիվ։ Սիրելի սովորող, գեղեցիկ և բարեհունչ խոսք կազմելու համար բայերն իրենց կարևոր տեղն ու դերն ունեն։ Հատկապես գեղեցիկ են հնչում առանց ասացվածքները կամ դարձվածքները, որոնք այնքան հարուստ են բայերով, օրինակ, աչքից ընկնել, գայլի գլխին ավետարան կարդալ, ջուր ծեծել կամ գլուխ պահել։ Դե ինչ, հուսով եմ քեզ դուր եկավ։ Ինձ մնում է միայն ասել, որ կրթության բանալին քո ձեռքում է։ Կրթվիր, և քո առաջ կբացվեն աշխարհի բոլոր դռները։ Ցտեսություն։ Так, все, да, սպրտավ տղա, եկեք գնանք դրսում նստելու։ Տղայք, գիտեք, այս գիշեր մի հատ տարօրինակ երազ եմ տեսել։ Պարզ է, որ երազում էլ ադաման չես գտել։ Հա, իրականից ադաման չեմ գտել։ Իրականից, ես երազում ադաման չգտամ, այլ ինչ-որ գյուղում էի հայտնվել։ Так, լավ, հիմա տենակ։ Այս ինչ է կատարվում։ Ինչ է եղել։ Չէ։ Սա իմ երազն է, բայց ինչի է իրական։ Հիմա եթե սա իրական է, պիտի հասկանանք ինչ անել։ Գյուղ պիտի գտնենք։ Էն ով է, եկեք հələ գնանք մոտիկ։ Ով եք դուք։ Մենք ճամփորդներ ենք։ Այո, մենք եկել ենք ուսումնասիրելու ձեր գյուղը։
Մենք պատրաստ ենք օգնել, եթե պետք լինի։ Լավ, եկեք գնանք գյուղապետի մոտ։ Ուրեմն գնացինք։ Տար մեզ գյուղացի։ Ոնց է աշխատող էլ կա շուկայի։ Երևի ստեղ էինք եմ։ Լավ, մերսի, որ մեզ վերեցիք հասցրեցիք դեպի այստեղ։ Մերսի շատ։ Դուք կարող եք արդեն գնալ, մենք բարև ձեզ գյուղապետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ապե Տրանսպորտներ եք ասում եք, մեր կողմերում տրանսպորտներ հազվադեպ են ասում։ Մենք բարապես ուզում ենք իմանալ, թե ինչպես են այստեղ ապրում մարդիկ։ Մենք հետաքրքրված ենք ձեր գյուղով։ Մենք կարող ենք օգնել, եթե կարիք կա։ Մենք բարապես ուզում ենք իմանալ։ Լավ, բայց հիշեք, մեր գյուղում կարգ ու կանոն կա։ Լավ, գյուղապետ, մենք գնացինք, տղեկ, գնացինք։ Տղեկ, եկեք նայեք, կեսը կգնա հիմա, ինչ-որ մեկը գնա շախտա, ես կգնամ շուկա, ինչ-որ մեկն էլ չեմ անում։ Ուր, Հակոբ, օրինակ, դու գնա քո ադամատները փոսի ճարես, հրաշ, դու գնա շուկա, ես եմ միատ տենամ տարածքից ծանոթանամ, կամ եկեք միանք տարածքից։ Так, всё, հիմա գանք, այս ինչ-որ ծանոթանանք, օսը շատ էր վանկը, տղեկ, ձի կարծիքով սա, հա, լավ, սա բանկը նա, ֆերմա, ստե շախտանը, այս ինչա բը, հա, աստե գործ են անում, բարզա ամեն ինչ, այս ինչ են է գրում, մոգական իրեր միայն խիզախների համար, մոգական իրեր միայն, հել եկեք գնանք դրանք էդ ինչա, եկեք, հա հենա, այ մարդնա, բարև ձեզ, բարև, մատոր, ես առաջարկում եմ հոզրագույն իրեր, բայց էժան չեն, ես խոս չունեմ, գումար ինչպես ունենամ, Ինչպես ունենամ։ տակ սենակ ինչա գրում, եթե գումար չունեք, կա մի այլ տարբերակ, Եթե գումար չունեք կամ լավ, ուրեմն դու մեզ ասա այդ տարբերակը, իսկ մենք կանենք այդ, լավ գյուղացի մենք ես հասկացանք, կգնանք այդ քարանձայից ինչ-որ բան կբերենք, գնացինք տղեկ, եկեք, լավ եկեք, գնացինք, սոց ինչ-որ կորդինատներն էլ տվելա, չէ, հա, Հակոբ քո մոտ է, չէ, կորդինատները, ունե, չէ, Հակոբ քո մոտ, Հա, դե վсё, ուրեմն ասա սենց պիտի գնանք, մոտավոր ճանապարհը հիշում եմ էլի,
Այստեղ սենց։ Всё, էսի չէ։ Չէ։ Լավ։ Ասած սենց պիտի գնանք, հիմա գնանք։ Հակոբ դու ես եմ ես տանողը, ես եմ առաջ գնում։ Գնա։ Գնա։ Так, всё, հասանք արդեն կկիշնենք։ Օ։ Լույսը տվին։ Լավ, ասես սենց ինչ որ ճանապարհ է լինելու, սենց պիտի իջնենք։ Так, հիմա սենց կիշնենք։ Կգնանք հետո գյուղ, մի քիչ կհանգստանանք, դե այդքան բան եղավ մեզ հետ այսօր։ Այս չի ավարտվում այս ճանապարհը։ Ահա։ Ուրեմն, տղաներ, ուրեմն, եկեք մենք ամենից գնանք մի ուղղությամբ ու գտնենք դա։ Ես այսպես կգնամ։ Քելը սես գնանք, հնարավոր է ստեղ լինի։ Ահա, գտանք։ Յոպե, բայց սա է արդյոք։ Հա, ահա գտանք սա։ Так, սես ինչ հաստե։ Ինչ որ բանալի է, բայց Բայց սա ինչի համար է։ Ես էլ չգիտեմ։ Լավ, եկեք գնանք շուկայի աշխատողի մոտ կիմանանք։ Եկեք։ Ստով է, չէ՞ հա։ Գնանք իր մոտ, ինքը արդեն մեզ կասի սա ինչ բանալի է։ Так, всё, уже հասանք, եկեք սա տանենք այն շուկայի աշխատողի մոտ։ Երևի թե տանենք գյուղապետի մոտ։ Լավ, երբ գյուղապետը կասի սա ինչա։ Գյուղապետն էլ վերևում է։ Գյուղապետ։ Մենք մի բան ենք գտել, բայց չգիտենք թե սա ինչա։ Մի հատ կասես։ Իրեք։ Սա հին բանալի է եւ շատ քչեն են դրա մասին լսել։ Կա լեգենդ, որ այն բացում է մի առասասային դուռ, բայց ոչ ոք չգիտի ինչ դուռ։ Ավելի քան 1000 տարի առաջ մեծ աղետից հետո այդ դուռը փակվեց, քանի որ մարդիկ չգիտեին ինչ է սպասում նրանք, թաքցրեցին բանալին, հուսով, որ այն չի գտնվի, բայց հիմա դուք ունեք այն։ Գյուղացիներից մեկը պատմեց, որ կա լեգենդ այդ բանալու մասին։ Այս բանալին կբացի դուռը միայն այն ժամանակ, երբ դուք պատրաստ կլինեք այն, ինչի համար նախատեսված է։ Այն կարող է ոչ միայն բացել մեկ այլ աշխարհ, այլ նաև փոխել ձեր ճակատագիրը։ Հետո գյուղապետ։ Բայց հիշեք, երբեք մի օգտագործեք այն առանց հասկանալու ամբողջական իմաստը, որովհետև միգուցե դա կլինի ձեր կյանքի ամենակարևոր որոշումը։ Լավ գյուղապետ, մենք գնացինք, եկեք տղեկ։ Չէ դուրը փակենք։ Այս տունը մենք ասին ենք, էստե կարամ գամ քնեմ։ Լավ չէ։ Տենանք։ Օ, ստե բասեինն էլ կա։ Լողավազան։ Տները սիրուն են, էսի բանկն է յանց ասելով։ Գանգստեն նստենք հիմա։ Հակոբ արի։
տաքս տղեկ։ Լավ, դնենք։ Այ լեսի սկսվեց։ Հա, Մենք վերադարձանք։ տղեկ սպասեք, ես ոնց է ստացվել։ Մենք պետք է վերադառնանք գյուղ ու պարզենք մնացածը։ Տղեկ, դուք հիշում եք, թե սա ինչ ասես գյուղապետը։ Սա մեզ համար կարևոր բանալի է։ Լավ, եկեք գնանք դասարան։